Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավին միացած հոգևորական եռյակից երկրորդ քահանան Տեր Տարոնն է կարգալույց հռչակվել։ Արագածոտնի թեմն այսօր Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցում է միասնական աղոթք արել առանց եկեղեցու հոգևոր հովի Տեր Գարեգին Արսենյանը Արագածոտնի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո կալանավորված հոգևորականներից է։ Հովանավանքից քաղաքացուն բերանը փակելով է դուրս տարել ՊՊՑ աշխատակիցը նրա անվտանգությունն ապահովելու համար Փաշինյանի թավշա պաշտպանությունը։ Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել։ Վաշինգտոնյան ձեռքբերում, թե ռուսական ակտիվության արդյունք է, որ ռուսական ու ղազախական ցորենը Ադրբեջանով Հայաստան է հասնում, 15 վագոն շարժակազմն արդեն բեռնաթափվել է Հայաստանում։ Գետնի վրա մենք տեսանք հակառակ պատկեր, մենք տեսանք նոյեմբերի 9-ի արձանագրությունների կատարածման թարարը։ 14 մարտական հաշվարկ է աշխատել Կոմիտասի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելու համար, մեկ տուժած հոսպիտալացվել է, ապա դուրս գրվել։ Մի պատասխանատու աշխատակից էլ փորձել է դրակը մարի, բայց արդեն տեսել է, որ հնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Եվ Երևանում սահմռկեցուցիչ սպանություն է եղել 74-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու փախուստի չի դիմել, շենգավիցիները շոկի մեջ են։ Ես զարմացել եմ, որ այդտենց հանգիստ մարդը ոնց է իրան սպանում։ Հայլուրը ամփոփում է նոյեմբերի 6-ը ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մինչ անոնսված թեմաներին անցնելը մեկ լուր, որ քիչ առաջ է հայտնի դարձել։ Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով նախ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հրավիրած բժիշկներն են օգնություն ցույց տվել, սակայն որոշում է կայացվել շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց։ Պաշտպաններից Արամայից Հայրապետյանը մեծ հետ զրույցում հայտնել է, որ սրտանոթային խնդիրներ ունի Ղուկասյանը, հետազոտությունից հետո որոշում է կայացվել հոսպիտալացնել։ Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը 18 օր է կալանավայրում է, չնայած վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել Ղուկասյանի վատառողջ լինելու մասին։ Երկու շաբաթում երկրորդ քահանային է կարգալույց արել Մայրաթոռը, եկեղեցու դեմ իշխանության արշավին միացած հոգևորական եռյակից Տեր Տարոն քահանա Հունանյանին է այսօր Սուրբ Էջմիածինը զրկել հոգևոր ծառայությունից։ Նրա ավազանի անունը Վարդան է։ Կարգապահական հարցերի հանձնախումբը պարզել է, որ Տավուշի թեմի հոգևոր սպասավորը 5 տար խախտում է արել, այդ թվում ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը, հրապարակային ելույթներով եւ հայտարարություններով վարկաբեկել է եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին։ Այս ամենը հաշվի առնելով է Գարեգին երկրորդը կարգալույց հռչակել նրան։ Հիշեցնեմ, արդեն նախկին քահանա Տեր Տարոնը 2 օր առաջ կանչվել էր Մայրաթոռ, սակայն չէր մասնակցել իրեն առնչվող նիստին։ Իշխանության հակաեկեղեցական արշավին միացած հոգևորականներից է նաև Արագածոտնի թեմի Թալինի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Արագածոտնի թեմը շարունակում է պնդել, որ թիմում սիրո եւ եղբայրության մթնոլորտ է։ Գործընկերներիս այս հարցին այսպես է պատասխանել Տեր Փարեն քահանա Արաքելյանը։ Արագածոտնի թեմում ես կասեմ տիրում է եղբայրական սիրո մթնոլորտ եւ բազմիցս ասել եմ տիրում է եղբայր եւ հայր հայր զավակ հարաբերության վրա հիմնված կյանք։ Բոլորն էլ մեր հավատացյալներն են, բոլորն էլ մեր զավակները, եղբայրներն ու քույրերն են ի Քրիստոս։ Թե ինչի համար են դա ասում, ես չգիտեմ, մենք ամենայն դեպս չենք բաժանում, մենք չենք ատում ոչ մեկի, որովհետև մենք հիմնվում ենք այն մտածելակերպի վրա, որ եկեղեցին ոչ թե ատում է, մերժում է մեղավորին, այլ ատում է եւ մերժում է մեղքը։ Ուրեմն չկա բաժանում, դա արհեստածին է եւ մենք ասում ենք բոլորն էլ հայ են, քրիստոնյա են ու բոլորն էլ մեր զավակներն են։
Արագածոտնի թեմն այսօր Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք է արել առանց եկեղեցու հոգևոր հովի։ Տեր Գարեգին Արսենյանը Արագածոտնի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո կալանավորված հոգևորականներից է։ Հոգևոր դասը հավատացյալների հետ աղոթում են, որ Սուրբ Գևորգ զորավարը բարեխոսի կալանավորված Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի համար։ Ժամերգությունից առաջ Հայ լուրը զրուցել է Տեր Վրթանեսի հետ, լսենք նրան։ Ուխտադրույր մատնիչ հետ Ստեփան Ասատրյանը ասում էր, որ եթե ինձ կարգալույց անեն 10,000 մարդ կհավաքվի հաջորդ կիրակի Հովանավանքում, բայց իրենք նաև վարչական ռեսուրսներով իրավաչությամբ էին զբաղվում եւ պետական պաշտոնյայի հովանավորչությամբ, բայց Հովանավանքը իրենց շոյին հարմար տեղ չէր, որտեղ ազնիվ լրագրողների աշխատանքի արդյունքում մենք նկատեցինք, որ այնտեղ ժողովուրդը չի հավաքվում։ Թալին քաղաքի եկեղեցին շատ հարմար է վարչական ռեսուրսներ օգտագործելու եւ աննկատ մնալու համար, որովհետեւ այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, արվեստի դպրոց, կոմունալի աշխատակիցներ, այսինքն դրանց տեղափոխումը նկատելի չի լինի, իրենք նրանց հավաքագրում են, ցուցակով, պարտադրանքով մասնակցություն են ապահովում։ Վեհարանից Գարեգին երկրորդին հեռացնելու իր մտադրությունից չի հրաժարվում Փաշինյանը, ավելին հակաեկեղեցական արշավը նոր թափով է շարունակելու վարչապետը, որն այս կիրակի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է իր արշավին միացած հոգևորական եռյակից Տեր Թադեի կողմից մատուցվելիք պատարագին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը բացահայտել է այն աղբյուրը, որի տված տեղեկության հիման վրա է ըստ նրա բարձրաստիճան հոգևորականների կյանքի մասին տեղեկություններ հրապարակում, երբեմն գռեհիկ բառապաշարով։ Ինքը Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած վարչապետը տեսել է, թե ինչպես են Հովանավանքում փակում այն մարդուբերանը, որը բղավում էր Ստեփան Ասատրյանն իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու։ Ստեփան Ասատրյանը կարգալույց Տեր Արամը խորան էր բարձրացել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ինչպես հասարակական շատ գործիչներ են որակել եկեղեցում քաղաքական միջոցառման համար։ Փաշինյանն ասում է, խնդրել է պետական պահպանության ծառայությունից բացատրել, ինչու են փակել քաղաքացու բերանը։ Բացահայտված բան է, Հովանավանքում քաղաքացու բերանը փակողը պետական պահպանության ծառայության քաղաքացիական հագուստով աշխատակից է։ Նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգություն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Կարճ ասած, ըստ Փաշինյանի հանուն քաղաքացու են նրա բերանը փակել, եկեղեցուց դուրս հանել։ Եկեղեցուց դուրս վրընդվողներ էլ պետք է լինեն, ըստ վարչապետի։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Ով կամ որ կառույցն է վարչապետին տրամադրել տեղեկությունը, թե ամենայն հայոց կաթողիկոսը երեխա ունի կամ արքեպիսկոպոսներից մեկը Փաշինյանի բառերով քեռակին է դոմփում։ Վարչապետը այդ գրառումն անելիս Արշակ Սրբազանին նկատի ուներ։ Հարցերը կոնկրետ են, Նիկոլ Փաշինյանի պատասխանները շրջանցող։ Գիտեք, ես կարծում եմ այդ ամեն ինչի մասին նախ ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է, այն մարդիկ, ովքեր հարաբերվում են եւ առնչվում են որոշակի շրջանակի հետ։ Հարցը պարզ է, եկեղեցականներին վերաբերող հայտարարությունների ինֆորմացիոն հիմքը ԱԱԾ-ն է, Փաշինյանի պատասխանն է, ասում են մարդիկ։ Ամենահավաստի ինֆորմացիոն հիմքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր առնչվում են, գիտեն այդ թեմաների մասին։ Ստացվեր ժողովուրդն ասում է, ու եթե եկեղեցու դեմ գործողություններում մի բան էլ այն չլինի, մեղքը ժողովրդի վիզը։ Գիտեն շատ ավելին, քան մենք բռահում ենք։ Փաշինյանը ամենայն հավանականությամբ դարձյալ ժողովրդի խոսք ու զրույցի հիմքով պնդում է, կաթողիկոսի եղբայրը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը KGB-ի գործակալ է։ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ
Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես պակ գործակալ։ Орденом Александра Невского награжден... Բայց Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային միասնության օրվա առիթով Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել եզրած arczepiskopos Ներսիսյանին։ Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է, այդտեղում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Համեն դեպս մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Հենց այսպես ու այսքան խմորվող իշխանություն եկեղեցի հարաբերությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը այս կիրակի ոչ թե Հովհանավանքում, այլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիում կմասնակցի այն նոր պատարագին, որը եկեղեցում քաղաքական միջոցառում անունն է ստացել։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործով դատական 3-րդ նիստն է դռնփակ անցել, բայց հետո նիստը շարունակվել է դռնփաց ռեժիմով, որի ժամանակ Բագրատ Սրբազանը քննչական կոմիտեի նախագահին է պատասխանել։ Չորեքշաբթի Արթուր Պողոսյանը ազգային ժողովում հայտարարել էր, թե Սրբազանը ահաբեկչություն է նախապատրաստել։ Մանրամասները ռեպորտաժում։ Չունենք այս պայդրությամբ մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի։ Սկսած ամենագործից։ Քննչական կոմիտեի նախագահին է այսպես պատասխանում Բագրատ Սրբազանը։ Արթուր Պողոսյանը երեկ խորհրդարանում բորբոքված պնդել է, թե իբր Բագրատ Սրբազանը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել։ Իրա ձեռքով գրած ապացույցներ կա, որ Արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այդպես, պլանավորված ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճում պահանջում է, որ քննչականի նախագահը հերքի այս հայտարարությունը։ Հաջորդ նիստին եթե չներկայացավ դա այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Սրբազան շարժման առաջնորդը կոչ է անում իր և մյուս 17 մեղադրյալների փաստաբաններին հրաժարվել իրենց պաշտպանությունից, եթե քննչական կոմիտեի ղեկավարը պատասխան չտա։ Այլևս անհանդուրժելի է այդքան լրջագույն ամբիոնը դարձնել ուղղակի քարոզչության միջոց, մարդկանց արատավորելու առանց դատական որևէ գործընթացի փաստական ապացույցի ներկայացման քննչական կոմիտեի ղեկավարի կողմից ես անցել անգամ ասացի դուք ասացիք վիրավորում եմ, ես չեմ վիրավորել։ Դատախազը իր երթին, ես հիմա իր մասին չեմ խոսելու, բայց այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Դատավորը վստահեցնում է, դատարանը վճիռ չի կայացնելու հիմնվելով քննչական կոմիտեի նախագահի հայտարարության վրա։ Կարեն Ֆարխոյանը հավաստիացնում է, մեղադրանքը կամ անմեղությունը հաստատելու համար ապացույցներ են պետք դատարանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է նոյեմբերի 13-ին ժամը 14-ին։ Դատավորը հորդորում է դատախազներին ճիշտ ժամանակին գալ, նրանք այսօր ուշացած են ժամանել դատարան։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Շարունակենք Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը, ինչպես ներկրվող ցանկացած ցորեն կստուգվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Այս մասին Հայլուրին ասել է ՍԱՏՄ խոսնակը, 15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերն է հասել Երևան։ Հայաստանի իշխանությունը դա անվանում է պատմական իրադարձություն, որը Վաշինգտոնյան համաձայնագրերի արդյունքում ձեռք բերված հաջողություն է։ Քաղաքագետները այլ բան են տեսնում, տեղի ունեցել ոչ թե թրիփի ծրագրի իրագործում, այլ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն է կյանքի կոչվել։ Լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին։ Սա ըստ էության օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումն է հողի վրա։ Հայաստանի իշխանությունը ջանք չի խնայում Ադրբեջանով ռուսական ցորենի Հայաստան մտնելը հանրությանը ներկայացնել իբրև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված, այսպես կոչված խաղաղության արդյունքներից մեկը։ Մինչդեռ փորձագետները պնդում են 35 տարի հետո այս երկաթուղու գործարկումը ոչ մի կապ չունի Վաշինգտոնյան բանակցությունների հետ։ Կապ կունենար, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան մտներ ոչ թե ռուսական, այլ օրինակ ղազախական, ամերիկյան, կանադական ցորեն։ Թող աղմկեն, թող թմբկահարեն, թող դրվատեն, թող երկինք հանեն Տրամպին, ցույց տալով, որ նա մեծ խաղաղարար եւ նա կանգնեցրեց հայ-ադրբեջանական պատերազմ եւ խաղաղություն բերեց։
բայց մենք իրականում գետնի վրա հասկանում ենք ինչ է կատարվում։ Եվ եթե Ադրբեջանը չցանկանար, ռուսական ցորենը չէր կարող գալ Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Եթե Ադրբեջանը տուրք տար տրիպին եւ տուրք տար Տրամպի պայմանավորվածություններին, ապա ռուսական ցորենը ոչ մի պարագայում չէր գա Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս գիշերն ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները հասել Լոռի այրում կայարան։ Դրանք անցել են նախ Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով։ Ես հիմա այրում կայարանում եմ։ Պատմական իրադարձություն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար, որն անձամբ է մեծ ոգևորությամբ գիշերը դիմավորել Ադրբեջանով անցած բեռները։ Գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր պատմական օր է։ Այս պատմական օրվա մասին կողմերը պայմանավորվել են օգոստոսի 8-ին, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ է գործարկվում երկաթուղին, պնդում է միջազգայնագետը։ Սրանով կարծում եմ ռուսները քայլ ձիով արեցին ամերիկացիների նկատմամբ, այսպես մամուլում ապահովեցին օգոստոսի 8-ի աղմուկը, մամուլով հաղթանակ պարգևեցին Տրամպին եւ Տրիպին եւ սա ներկայացրին դարակազմիկ իրադարձումը, իրականում գետնի վրա մենք տեսանք հակառակ պատկեր, մենք տեսանք նոյեմբերի 9-ի արձանագրությունների ի կատարածման ամենայն դեպս առաջին արարը։ Դրա համար էլ Մոսկվան Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի շուրթերով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունն անվանել է շոշափելի ներդրում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացում։ Խորհրդանշական է, որ այս երթուղով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր, կյանքի եւ արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ձգտումը։ Ըստ Օվերչուկի նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ։ Մեծացնում է ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ։ Բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված եւ ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ փորձագիտական գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա նեգատիվ զարգացում է։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը արջի ծառայություն են մատուցում Թրամփին Ադրբեջանով Հայաստան բեռներ հասցնելու գործում, շահարկելով ԱՄՆ նախագահի անունը, պնդում է միջազգայնագետը։ 21-22 թվականներին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների պայմանավորվածության արդյունք է։ Դրա համար է Մոսկվան այդքան հանգիստ Թրամփի ուղիով։ Ի սկզբանե ԿՊԱ-ականները աղմուկ էին հանել, թե առաջինը ղազախական ցորենն է Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնելու, բայց այն հիմա դեռ Ադրբեջանում է։ Խոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել Իսկ որ ընկերությունն է կատարում ցորենի ներկրումը, Հայաստանի վարչապետին հենց միայն այս տեղեկությունը չի հետաքրքրել։ Որ ընկերությունն է, ինչքան է վճարվել է, թե չի վճարվել, այդ մանրամասներին չեմ տիրապետում։ Մամուլի տեղեկություններով ցորենի ներկրումը կատարում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Գիշերը Երևան հասած հացահատիկի թեման Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Թուրքիայի եւ Ադրբեջանին իր առաջարկը կրկնելու համար։ Նաեւ կառավարության այսօրվա նիստին է վարչապետը հայտարարել Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առանց չափազանցության հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կորնիձոր ապահովել բեռնատարներ եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան, Մարգարայից Կորնիձոր երթուղով մենք լիովին պատրաստ ենք եւ բառացիորեն ցանկացած հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին, թե Կորնիձորի կողմից եւ թե
մարգարայի կողմից մենք պատրաստ ենք անցումը սպասարկել։ Այլ թեմաներ Կոմիտասի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ 14 մարտական հաշվարկ է այսօր մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, կրակը բռնկվել էր սննդի կետերից մեկում ու բարձրացել տանիք։ Երևանի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի այս հատվածում է բռնկվել հրդեհը։ Հայտնի KFC-ի հարևանությամբ տեղադրված այս մոխրացած սրճեփն է ըստ նախնական տեղեկությունների բռնկվել։ Սննդի կետի տնօրենի խոսքով աշխատակիցները ծուխ են նկատել, հոսանքազրկել են տարածքը։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում հոսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Մաթեոսյանը վստահեցնում է, աշխատակիցներից մեկը փորձել է կանխել հրդեհի տարածումը, չի ստացվել։ Մի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ հնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Ժամը 11-ին են փրկարարները ստացել ահազանգը 6 մարտական հաշվարկով հասել դեպքի վայր։ Կրակի ահռելի բոցը ստիպել է լրացուցիչ ուժեր բերել։ Կես ժամ անց կառավարելի է դարձել կրակը։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետ հրդեհաշիջման հետ կապված։ Գրեթե 2 ժամում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը, ժամը 2-ին մոտ հրդեհը մարվել է։ Փրկարար ծառայության տնօրենի ճեպազրույցի պահին դեռ հայտնի չէր, որ տուժած կա։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մեկ մարդու հոսպիտալացրել են։ Թե ինչքան մակերես է ունեցել հրդեհը, դեռ հայտնի չէ։ Մինչև չիրականացվի ուսումնասիրություն չեն կարող ասել։ Փրկարար ծառայությունը նաև դժվարանում է գնահատել վնասը։ Այս մարդիկ էլ իրենց վնասներն են ուզում հաշվել հրդեհի պահին, շտապ տարհանվել են, անտեր թողել առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող խանութները, հագուստի, էլեկտրատեխնիկայի խանութներ կան այրված տանիքի տակ։ Ալբերտ Սերոբյան, Հերիկ Համազասպյան, Հայլուր։ Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մասին 74-ամյա տղամարդը սպանել է իրեն հյուր եկած նախկին կնոջը։ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչները ցնցված են։ Կասկածում են, որ տունը կիսելու խնդիրն է դարձել ողբերգության պատճառը, բայց որ իրենց հարևանը ձեռքն առներ դանակը չէին սպասում։ Սպանության համար կասկածվողը չի լքել դեպքի վայրը, նա ձերբակալված է։ Կողպված ու կնքված է Շենգավիթի Եղիշե Թադևոսյան փողոցի այս տան դուռը, որտեղ էլ 74-ամյա տղամարդը սպանել է իր տուն եկած նախկին կնոջը։ Դե իրեսի վրա ընկած, մի 5 անգամ խփել է, մեջքին է, վզին էր։ Դանակ։ Այո, դանակ։ Տիկին Գյուլնարան տեսել է հարևանուհուն դանակահարված, գետնին ընկած։ Չէր մտածի երբեք, որ իր հարևանը կարող էր մարդ սպանել։ Ասում է հանգիստ մարդ է, 5 տարի է կնոջից բաժանվել է։ Սպանված 64-ամյա կինն էլ համեստ էր։ Բաժանված են եղել, մին 5 տարի չի ապրես տեղ, եկել է տուն ուզի Իրանից, երևի տրա համար եմ։ Բայց այդ մարդու ձենը ոչ լսած ենք, ինքը ոչ մի հարևանի հետ չի շփվում, չի բարևում։ Իր համար հանգիստ ապրում էր այդ մարդը։ Երևի տենց կռվել մռվել են իրար հետ։ Դա խմող չի, ծխող չի, որ ասենք խմել է հարբած խփել իրան։ Ես զարմացել եմ, որ այդ տենց հանգիստ մարդը ոնց է իրան սպանել։ Հարևանները ոչ մի արտասովոր ձայն չեն լսել, դեպքի մասին իմացել են, երբ ոստիկաններն են դուռը ծեծել ու հարցեր տվել սպանվածի մասին։ Ես չեմ ճանաչում ընդհանրապես, ես չենք ունեմ ապրում, բայց չգիտեմ ապրող կար, ապրող չկար, ընդհանրապես, բայց իրիկոն ուղղակի դուրը ծեծեցին, ժամ 8 քանից է նոր ես իմացա, որ դեպքը եղել է։ Դե մենք սկի խաբարել չենք, ձեն չենք լսել ընդհանրապես։ Ոչ մի ձայն, ոչ մի։ Չէ, ոչ մի բան, մենակ լսել ենք, որ ինքը սպանել է իրան, վсё։ Ինչու են սպանությունները շատացել Հայաստանում։ Այստեղ Եղիշե Թադևոսյան փողոցում ապրող մարդկանց խոսքով խելագարվել է Հայաստանը, բարձիթողի երկրում չարացել են մարդիկ։ Սպանություն, ամեն ինչ, ահավոր է, այս բաներ լսել է, շատ ահավոր է։ Ես, ինչ ասեմ, ջղայնանում եմ, ես որ ջղայնանում եմ, չեմ կարող խոսալ։ Այս բոլորը, այս ղեկավարից է գալիս։ Բաստողի վիճակը, բա ինչ է, ինքը ինչ վիճակ է, հիմի ընդունում եք դուք այս վիճակը երկրի։ Այս վիճակ չի։ Սա բոլոր դրանից է գալիս։ Մարդիկ արդեն հոգեկանն էլ է խանգարվում մարդկանց, ամեն ինչը։ Դրա համար էլ է բռնության ընդդիմում։ Տեսնում ես ինչեր է տեղի ունենում աղջիկս։ Պիտի այն ձև իրանց նակազատ անեն հետո, որ մարդ է սպանում, որ մյուս երկրորդ երրորդը ուզում են սպանեն օրինակ, հետո իր երեխուն սպանեն, թող գնա թուրք սպանել։ Ըստ լուրերի ձերբակալված տղամարդը, որ փախուստի չի դիմել ոստիկանության գնդապետի հայր է,
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Միջուկային պատերազմ կսկսեն Թրամփն ու Պուտինը, Բուրևեսնիկ և Պոսեյդոն փորձարկած Մոսկվան կվերսկսի միջուկային զենքի փորձարկումները, եթե Թրամփի հրամանն իրականանա ու փորձարկվի ամերիկյան միջուկային զենքը։ Եթե կիրառվի, երկիր մոլորակից ոչինչ չունի։ Գերեվարված ուկրաինացի զինվորը վստահեցնում է, որ մեկ շաբաթ է Ուկրաինան զենք և ուտելիք չի մատակարարում Պոկրովսկում և Կուպյանսկում շրջափակման մեջ հայտնված զինվորներին։ Շուրջ բոլորս զոհեր ու վիրավորներ էին։ Եվ Էրդողանի սարսափը Ստամբուլի և Անկարայի փողոցները բղավում են նրա ազատազրկված մրցակցի անունը, արտահերթ ընտրություններ կլինեն Թուրքիայում։ Մրցակցությունները կարողանում են ըստ անհրաժեշտության համախմբել, մենք դա շատ լավ տեսանք այս թվականի մարտ ամսին։ Եվ այսպես արևմտյան լրատվամիջոցները աղմկահարույց հոդվածներ են տարածում Մոսկվայում Պուտինի մասնակցությամբ երեկվա անվտանգության խորհրդի նիստից իբր շուտով միջուկային պատերազմ է սկսվելու։ Կրեմլի խոսնակը դա հակառուսական հիստերիա է անվանել, հիշեցնելով, որ Պուտինը ընդհանրապես առաջարկել է ուսումնասիրել միջուկային զենքերի փորձարկումը վերսկսելու հնարավորությունը այն բանից հետո, երբ դրա մասին Թրամփն էր հայտնել։ Մանրամասները ռեպորտաժում։ Уважаемый господин президент, Միջուկային պատերազմ կսկսեն Թրամփն ու Պուտինը։ Наши переговоры. Ռուսաստանը ձգտում է բանակցությունների միջոցով այս թնջուկը լուծվի։ Ռազմական փորձագետի խոսքով Պուտինը անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով եւ իր միջուկային զինանոցը գովերքելով արևմուտք մեսիջ է ուղարկում։ Չկա ռուսական զինանոցի զենքերը չեզոքացնելու ոչ մի միջոց։ Եթե կիրառվի, երկիր մոլորակից ոչինչ չունի։ Թիրախին 100%-անոց հարվածում է։ Բուրևեսնիկի ի հայտ գալը նշանակում է, որ երկիր մոլորակի վրա ցանկացած պետության կամ ռեգիոնի տարածքում ռուսական բուրևեսնիկները կարող են ուղղակի տարիներով կանգնել, որտեղ միջուկային շարժիչով է աշխատում, միջուկային ռեակտորով, էներգիայի ծախսի խնդիր ինքը չունի։ Էներգիայի ծախսի խնդիր չունի նաև միջուկային շարժիչով ստորջերյա Պոսեյդոնը։ Խաբարովսկում 5 օր առաջ է անօդաչու Սուզանավը ջրի տակ իջել։ Ըստ փորձագետների այն կարող է առաջացնել ռադիոակտիվ այնպիսի ալիքներ, որոնք անմարդաբնակ կդարձնեն ափամերձ քաղաքներն ու գյուղերը։ Պատկերացրեք, որ Ամերիկայի արևելյան եւ արևմտյան ափերում ոչ թե 1 հրթիռ է պայթում, այլ ասենք 10 հրթիռ է պայթում։ Հիմա մոտապես ասեմ, որպեսզի ընկալելի լինի եւ այն խոճապը, որ իսկապես ԱՄՆ նախագահային եւ եվրոպական երկրների ղեկավարներին բերել է, հենց սրա մասն է խոսում։ Մի քանի Պոսեյդոնի պայթյունը մոտ 300-ից 500 մետր բարձրության ջրի ալիք է բարձրացնում։ Միջուկային զենքերի փորձարկումների համար ռուսական բանակի հրամանատարությունն արդեն հստակ տեղ է ընտրել։ Ռուսաստանի հյուսիսում Նովայա Զիմլյա անմարդաբնակ կղզիների տարածքի մասին է ակնարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարը անվտանգության խորհրդի նիստում։ Подготовку к полномасштабным ядерным испытаниям начать немедленно. Անդրեյ Բելաուսովը հայտարարել է, թե Դաշնությունը այլընտրանք չունի, պետք է պատասխանի Վաշինգտոնին։ Возможный отказ США от моратория. Եթե Միացյալ Նահանգներն հրաժարվում է միջուկային զենքի փորձարկումների վրա դրված սահմանափակումներից, դա ապացուցում է, որ Վաշինգտոնը գործում է ռազմավարական կայունության համակարգը ոչնչացնելու տրամաբանությամբ։ 3 օր առաջ է Միացյալ Նահանգների առաջնորդը փորձել արդարացնել միջուկային փորձարկումները վերսկսելու իր որոշումը ու հայտարարել, թե իր երկրի զինանոցում աշխարհում ամենաշատ միջուկային զենքը կա, այնքան շատ, որ կհերիքի աշխարհը 150 անգամ պայթեցնելուն։ Վլադիմիր Պուտինն էլ պատասխանել է, եթե Միացյալ Նահանգները կամ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին միացած մյուս պետությունները անցկացնեն այդպիսի փորձարկումներ, իր ձեռքը ոչ ոք չի բռնի։ Նախագահ Պուտինի դիրքորոշումը շատ պարզ է, երկիմաստություն չկա։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջուկային փորձարկումներն արգելող փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին եւ ոչինչ չենք անի, եթե դիմացիները չանեն։ Պեսկովը հույս ունի, որ միջուկային լարվածությունը շուտով կպարտվի եւ ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն։ Եվ ռազմական Ռուսաստանը ասում է, ես սա ունեմ, հարգելի Տրամփ, դու սեղանին ինչ կարող ես դնել, ավել, նա ավել չունի ոչինչ դնելու։
Թրամփը ըստ Հայկ Նահապետյանի երկու քարի արանքում է, ուզում է Պուտինի հետ լեզու գտնել, բայց դա Մեծ Բրիտանիայի ու եվրոպական որոշ երկրների ղեկավարների սրտով չէ։ Նրանք շահագրգռված են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, ավարտվի ռուսների պարտությամբ ու միաբևեռ աշխարհ ստեղծվի, որում խոսքի իրավունք չի ունենա Ռուսաստանը։ Ռուսաստան նախագահը շատ վաղուց էր ասել, մեզ պետք չի աշխարհ, որտեղ Ռուսաստանը չկա։ Սրանք շարունակում են, որ եթե պահը գա, ինքը կամ կդրսևորի, եթե միջուկային պատերազմա հարցը լուծել ուժի տեսանկյունից, իսկ այս առումով ոչ Եվրոպային, ոչ Միացյալ Նահանգներին, ոչ մի լավ բան ապագայում չի խոստանում։ Արևմտյան լրատվամիջոցներն արդեն աղմկում են, թե Ռուսաստանը միջուկային պատերազմ է սկսում։ Դա ամբողջությամբ հակառուսական հիսթերիայի տրամաբանության մեջ է։ Լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը, շեշտելով, որ Պուտինը առայժմ հրամայել է ընդամենը միջուկային փորձարկումների իրագործելիության առաջարկներ մշակել։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։ Վերջին 24 ժամում Ռուսաստանի զինված ուժերը Պոկրովսկի մոտակայքում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 13 հարձակում, կանխելով շրջապատումից դուրս գալու ուկրաինական կողմի 3 փորձ։ Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։ Պոկրովսկի շրջափակումը ճեղքել փորձած մի խումբ ուկրաինացի զինվորների ռուսները գերի են վերցրել։ Եվ ռուսները, եւ ուկրաինացիները շարունակում են հարձակումները միմյանց էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Մանրամասները ռեպորտաժում։ Պոկրովսկի և Կուպյանսկ քաղաքները ռուսական զորքի լիակատար շրջափակման մեջ են։ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբն ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել փրկվելու համար։ Ռուսական շրջափակման մեջ հայտնված ուկրաինական 68-րդ բրիգադի զինվորներից ոմանք ռուսների վերահսկողության տարածքներում են հայտնվել։ Գերեվարված ուկրաինացի զինվորականները պատմել են, որ մոտ 1 շաբաթ է մատակարարում չկա, ոչ զենք են ստանում, ոչ ուտելիք։ Շուրջ բոլորս զոհեր ու վիրավորներ էին։ Շարժվելու տեղ չկար։ 7 օր առանց սննդի, ջրի, զինամթերքի էինք, նկուղներում, խրամատներում։ Մենք թաքնվել էինք, որտեղ կարող էինք գնալ, տեղ չկար։ Գերիները նաև պատմել են, որ զինվորները ստիպված են քաղաքի նկուղներից սնունդ հայթայթել։ Կա նաև դեղորայքի խիստ կարիք։ Սարսափելի մեծ է վիրավորների թիվը։ Մի խումբ մտածում էր հանձնվելու մասին, բայց խմբի անդամներից ոմանք հրաժարվել են ու փորձել ճեղքել ռուսական շրջափակումը, գերեվարվել։ Կիևը չի շղթում, որ ռազմավարական նշանակության այդ քաղաքում իսկապես իր գործերը լավ չեն։ Վերջին 24 ժամում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 276 մարդ է եղել, դրանցից 100-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսներն այսօր անոնսել են առաջիկա շաբաթվա ընթացքում Կուպյանսկը գրավելու իրենց պլանները։ Քաղաքում արդեն 25 շենք ռուսներն են վերահսկում, մնացել է 130-ը։ Փողոցային մարտերը շարունակվում են։ Միայն այսօր մեր անօթաչու թռչող սարքերը քաղաքի մատույցներում զինյալներ տեղափոխող 5 բեռնատար են ոչնչացրել։ Վստահ եմ, հաջորդ շաբաթ քաղաքն ամբողջությամբ կազատագրվի։ Ուկրաինացի զինվորականներն էլ հայտնել են Վոլգոգրադի նավթամշակման գործարանի վրա հարվածի մասին։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, իրենք թիրախավորել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը, որի տարեկան հզորությունը Ռուսաստանի նավթավերամշակման ընդհանուր ծավալի 5-6%-ն է կազմում։ Ավելի վաղ Վոլգոգրադի մարզի իշխանությունները հայտնել էին, որ Կրասնոարմեյսկի շրջանի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել խոցված ԱԹՍ-ի բեկորներից։ Նրանք չէին նշել, թե որ ձեռնարկությունն է վնասվել։ Այնտեղ է գտնվում Լուկոյլ նավթամշակման գործարանը։ Անօթաչուների հարվածներից նաև բնակելի շենք է վնասվել Վոլգոգրադում։ Կա 1 զոհ։ Ռուսական հակաօդային պաշտպանությունն այս գիշեր ուկրաինական մոտ 80 անօթաչու է խոցել։ Օդային հարձակումներ են կանխվել Ղրիմի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի ուղղություններով։ Մարիամ Ամերջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Շարունակենք Թուրքիայում հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն։ Փորձագետները չեն բացառում, որ ընդդիմության ամեն օր ավելի մարդաշատ ակցիաների ֆոնին Էրդողանը որոշի 1 տարով առաջ բերել նախագահի ընտրությունները։ Ընդդիմության ծրագրերը ձախողելու համար իշխանությունը նոր մեղադրանքներ է առաջադրում Ստամբուլի սիրված քաղաքապետին ու փողոցում պայքարող ամենաակտիվ քաղաքական գործիչներին։ Վախենում է Էրդողանը Թուրքիայի ընդդիմությունից։ Բազմամարդ ակցիաները, որ վերջին օրերին անում են Ստամբուլում, Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներում ամեն անգամ ավելի բազմամարդ են։ Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակիցները ակցիաների ժամանակ կարդում են նրա նամակները բանտից, որպես կարգախոսներ։
Իշխանությունն ինչ չի կարող լրացնել, սա ոչ թե իմ, այլ Թուրքիայի ժողովրդավարության դատավարությունն է։ 1 տարի 8 ամիս ժամկետով կաշառք վերցնելու համար կալանավորված Իմամօղլուին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են արտասահմանի լրտես լինելու համար։ Իբր Ստամբուլի քաղաքապետարանի գաղտնի փաստաթղթերն է տվել օտար ուժերին։ Իմամօղլուն կտրականապես հերքել է մեղադրանքը, անվանելով այն քաղաքական վրեժ ընդդիմության դեմ։ Ընդդիմությանը կարվում է մի քանի մեղադրանքներ, մեկը կաշառակերություն է, Իմամօղլուն դրանով արդեն մեղադրվում է, երկրորդ անջատողականությունն է, միշտ կարելի է մեղադրել անջատողականների հետ համագործակցության մեջ եւ փաստորեն կամ ահաբեկիչների մեջ եւ փաստորեն լրտեսությունը կամ համագործակցությունը օտարերկրյա գործակալների հետ։ Իմամօղլուն բանտից կոչ է արել աջակիցներին չդադարեցնել պայքարը։ Արևելագետները չեն բացառում, որ 2028-ին նախատեսված նախագահական ընտրությունները Էրդողանն անի արտահերթ, 1 տարի շուտ, 2027-ին։ Քանի դեռ ժողովուրդն ամբողջությամբ չի տարվել փողոց դուրս եկած ընդդիմությամբ։ Ներկայումս Թուրքիայի ընդդիմությունը, ընդ որում մեկ ընդդիմություն չի, այսինքն կուսակցությունները կարողանում են ըստ անհրաժեշտության համախմբվել։ Մենք դա շատ լավ տեսանք այս թվականի մարտ ամսին, երբ որ Իմամօղլուին ձերբակալել են եւ ինչպեսի ցույցերի մեծ ալիք տեղի ունեցավ Թուրքիայի մի շարք քաղաքներում։ Անկարայում, Ստամբուլում լրագրողական հարցախույզների ժամանակ թուրքերի մի մասը վստահորեն ասում է, թե դատում են Իմամօղլուին, որովհետեւ վախենում են հաջորդ ընտրություններից։ Եթե նա ազատության մեջ լիներ, կդառնար Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Իմամօղլուն իրոք բավականին կարևոր ֆիգուրա այս պահին Թուրքիայում, նա համարում է գլխավոր մրցակիցը եւ մի կարևոր հանգամանք էլ կա, շատ նման են ճակատագրերով թե Էրդողանը, թե Իմամօղլուն, որովհետեւ Էրդողանն էլ են ձերբակալվել եւ բանտ են նստել, իհարկե այլ հոդվածով, նույնը եւ փաստորեն հիմա կատարում է Իմամօղլուի հետ, այսինքն նրանց մոտ անգամ քաղաքական կարիերայի մեջ որոշակի նմանություններ կան։ Իմամօղլուի առաջնորդած ընդդիմությունը խոստանում է Թուրքիայի քաղաքացիներին նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մաքրել դատական համակարգը, բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, թոշակը, անել կրթական բարեփոխումներ, արտաքին քաղաքական ճակատում հասնել նրան, որ լինի տանը խաղաղություն, աշխարհում խաղաղություն։ Կանանց հատկապես միայնակ մայրերին են մեծ խոստումներ տալիս։ Հանրապետական Թուրքիայի Աթաթուրքի կողմից հռչակված այդ սկզբունքները փաստորեն այսօր որոշակիորեն խմբագրվում են Էրդողանի կողմից եւ բնականաբար կանայք հասկանում են այդ սահմանափակումները, որ լինելու են նաեւ իրենց հետ եւ դրանով պայմանավորված փորձում են իրենց բողոքը արտահայտել։ Թուրքիան ակնհայտորեն իսլամացման տանող Էրդողանը շարունակելու է ժամանակակից ընդդիմության որսը, նկատում են փորձագետները։ Թուրքական որոշ պարբերականներ գրում են, թե առավել ակտիվ քաղաքական ակտիվիստները իշխանությունների խոշորացույցի տակ են։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Էլենի Ահինյան, Հայլուր։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում արտահերթ ընտրությունների քարոզարշավի 16-րդ օրն է այսօր, հաղթանակ դաշինքը Այգեշատի ընտրողների հետ է հանդիպել։ Դհոլ զուռնայով տոնական սեղանով են դիմավորում հաղթանակ դաշինքին վաղաշաբաթի Այգեշատ գյուղում։ Սևակ Խաչատյանը մանրամասն ծանոթացել է գյուղի խնդիրներին ու մարդկանց հոգսերին, բնակիչներին ներկայացրել ապագա ծրագրերը։ Բոլորս միասին ընտրվելուց հետո անելու ենք։ Հաղթանակ դաշինքի առաջին համարի թեկնածուն դիմելով ներկաներին կոչ է արել անպայման մասնակցել նոյեմբերի 16-ի թիմ ընտրություններին։ Ամեն ձայն որոշիչ է։ Ես Սևակն եմ, խնդրենք ակտիվ մասնակցենք ամսի 16-ի ընտրություններին։ Մենք արդարացնելու ենք, վստահ եղեք մեր թիմով բոլորս միասին։ Ինչ անում եք ուրախության, ախպեր ջան, ամսի 16-ին ակտիվ մասնակցենք։ Բնակիչների խոսքով Էջմիածնին սրտացավ քաղաքապետ է պետք, ոչ թե նախընտրական խոստումներ տվող։ Հուսով են, որ հաղթանակ դաշինքը հաղթանակ կբերի հոգևոր մայրաքաղաքին։ Հաջողություն եմ ցանկանում, ամեն ինչ կմասնակցենք ամեն ձևով։ Ցավդ տանեմ, շատ մերսի, լավ եք, նորմալ ամեն ինչ։ Մի հատ իմ բուկլետից քեզ տամ, հաստատ հանուն մեր ընկերների հիշատակի։ Բարությունով լինի, խաղաղությունով լինի, պատերազմ չլինի, արդարություն լինի, Սևակ ջան։ Շատ ապրեք մեր։ Հաղթանակ դաշինքը շարունակում է իր հանդիպումները, զրուցում մարդկանց հետ, մոտիկից ծանոթանում համայնքում թաքնված խնդիրներին։ Զարուհի Սահակյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Միասիր, որ փոխենք կարգախոսով, Մայր Հայաստանն էլ է Այգեշատում քարոզարշավ արել, որ փոխեն նախ այգեշատցիների խնդիրներն են լսել։ Այգեշատ, դու հայոց աշխարհի անգին զարդ,
փրվել ես Արագած լեռան կրծքի տակ։ Երկու պարով գյուղի կենացը խմելով են այգեշատում դիմավորում Մայր Հայաստանին։ Գյուղի թաղամասերում, բակերում ձեռքսեղմումներ ու գրկախառնություններ են։ Դեպի առաջ։ Ուշ իմացա, որ գալիս եք, որ ձեզ չի հյուրասիրեի։ Գյուղով շրջում այգեշատի խնդիրներն են իմանում Մայր Հայաստանցիները։ Այս առումները ով սարքեց դրան աջակցել է։ Ավագանու տեխնացուներից մի քանիսը համանք ղեկավարելու փորձ ունեն։ Կուսակցության Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեխնացուն Գրիշա Հարությունյանը Դողսի նախկին համայնքապետն է։ Մենք ունենք փորձ, մենք մեր համայնքի բոլոր բնակիչներին առաջարկում ենք մեր փորձը։ Բյուջեն, եթե կառավարի փորձառու մարդը, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել։ Միացիր, որ փոխեն կարգախոսով են Մայր Հայաստանի անդամները կոչ անում Վաղարշապատում փոխել իշխանությունը, որ 2026-ին էլ ամբողջ Հայաստանում փոխեն իրավիճակը։ 7 տարում ՔՊ-ից միայն ասֆալտ են տեսել գյուղացիները, հիմա սպասում են մի ղեկավարի, ով գյուղի իրական խնդիրներն է լուծելու։ Այս 7 տարի մենք ոչ մի բան չտեսանք, բացի ասֆալտ փռելուց ու պատերին տալուց։ Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Նախ փոխադարձ թշնամանքը վերացնել է առաջարկում Վաղարշապատի համայնքի հայրենիք կուսակցության տեխնացու Խաչիկ Մանուկյանը։ 8 քաղաքական ուժ է մասնակցում Վաղարշապատի ավականու ընտրություններին։ Հայրենիք կուսակցությունը քվեաթերթիկում 8-րդ համարն է։ Իրական ոչ թե փաշինյանական խաղաղություն է խոստանում Վաղարշապատի համայնքապետի հայրենիքի տեխնացու Խաչիկ Մանուկյանը։ Վաղարշապատը ուզում եմ չարքի ճիրաններից նախազատագրել, ինչպես եւ ամբողջ Հայաստանը, ստի, կեղծիքի այս կայսրությունը, որ սարքել են, մենք պետք է կարողանանք մարդկանց ասել, որ գիտեք, այս ամեն ինչը չի ներկայացնում ճշմարտություն, այս ամեն ինչը կեղծիք է, իրանց բոլոր բերած օրակարգերը սուտ են։ Հայրենիք կուսակցության տեխնացուն մի շարք սոցիալական ծրագրեր է նախատեսել սոցիալապես անապահով, բազմազավակ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների եւ բռնի տեղահանված արցախցիների համար։ Բոլոր ծրագրերը կլինեն լավագույն, ինչ կարգ է լինեն, կյանքի չեն կոչվի, քանի դեռ սրանք կան, այս ստախոսները, այս կեղծիքով ապրողները։ Միայն ատելությունն ու թշնամանքը մեր երկրում վերացնելով հնարավոր կլինի հասնել սոցիալական ծրագրերի իրականացմանը, ասում է Վաղարշապատի համայնքապետի տեխնացուն։ Այսքան ասում են ասֆալտ, դուք կարող եք նայել կենտրոնականներից դուրս, հազվադեպ տեղանքներ կտեսնեք, որ նորմալ ասֆալտ է արված։ Եվ նաև կենտրոնական հատվածներ կան, որտեղ լիքը խնդիր, այսինքն հետ էլ չեն կարողացել կարգին անել, մենակ խոսալն է։ Խաչիկ Մանուկյանն առաջարկում է Սփյուռքում հայտնի վաղարշապատցիների օժանդակությամբ ստեղծել Վաղարշապատ իմ հայրենիք հիմնադրամը, որը թեթևացնելու է համայնքի հոգսը։ Մանուկյանը խոստանում է համայնքապետ դառնալուց հետո բոլոր կարևոր հարցերի շուրջ բաց քննարկումներ է անելու նոր որոշումներ կայացնի։ Ուզում եմ երկիրս լավ լինի, հայրենիքս լավ լինի, էջմիածն է ծաղկի, ուրիշ բան չէ։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ 70-ից ավելի արցախցի պատանիներ մարզադահլիճ չունեն, ստիպված կարատեի դասընթացները դրսում են անցկացնում։ Տեղահանված արցախցի երեխաների պարապմունքների համար թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճն էին հատկացրել, սակայն խումբը ստիպված է եղել դուրս գալ այնտեղից։ Կրթության նախարարությունից հայտնել են, թե այլ պլաններ ունեն դպրոցի հետ կապված։ Կարատեի մարզիչը համոզված է, խնդիրը քաղաքական է, իրենց դպրոցից դուրս են հանել, երբ աշխատանքից ազատվել է դպրոցի տնօրենը ընդդիմության ցույցերին մասնակցելու համար։ Աշնան-զով եղանակին մարմինները կոփելու համար չէ, որ այս երեխաները դրսում են մարզվում։ 7 տասնյակից ավելի արցախցի պատանի կարատեիստները զրկվել են մարզադահլիճից։ Այն, որ այս երեխաները հայտնվել են փողոցում, դա ոչ թե օրենսդրական խախտում է, դա բարեկրթության նորմերի խախտում է։ Այս երեխաները ինչ են արել։ Այս երեխաները կյանքի են կոչել մի օբյեկտ, որ ընդհանրապես չէր շահագործվում։ Համար 17 հատուկ դպրոցի մարզադահլիճը չէր շահագործվում, երբ Արմեն Պետրոսյանն Արցախը ստիպված լքելուց հետո հենց այս դպրոցում որոշեց մարզել իր սաների մարմինն ու միտքը։ Պահել Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։ Դպրոցի տնօրենի հետ նա 2023 թվականին հուշագիր է ստորագրել մարզադահլիճն անհատույց օգտագործելու համար։
2 տարի անց Հայաստանի կարատեի չեմպիոնները հայտնվել են դրսում։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ուրիշ պլաններ ունի այս դպրոցում եւ չի բավարարել մարզադահլիճը անհատույց օգտագործելու մարզչի խնդրանքը։ Ասել եմ եկեք մի հատ հանձնաժողով սարքեք կրթության ձեր մասերով։ Որոշեք, ես զոհվածի երեխաներից մի դրամ փող չեմ վերցնելու։ Գումարով անեք, իմանանք այդ ինչ արենդ կտակ, բանի փողա այդ ինչի փող կտանք, իմանանք ոնց է կանում։ Արմեն Պետրոսյանի խոսքով խնդիրներ առաջացան, երբ դպրոցի նախկին տնօրենին ազատեցին աշխատանքից։ Ընդդիմության ցույցերին մասնակցելու համար նոր տնօրենը 2 ամիս է արդեն նոր կարգ է հաստատել։ Համակարգողը ասում է, եթե երեխաները մոտիկանան դպրոցի դարպասին, ես պահակի փոխարեն ոստիկանան դիմավորելու։ Հիմա ես հարց եմ տալիս, լավ, կրթության նախարարությունը շահագրգռված է, որ Մանրակրթական դաստիարակություն լինի, այո թե ոչ, եթե շահագրգռված է, ինչու իմ կողքին չի կանգնած, այլ իմ դեմ է կանգնած։ Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների այս դպրոցը նախարարության որոշմամբ պետք է հատուկ դպրոց ռեսուրսի կենտրոն դառնա։ Այդ պատճառով է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պահանջում ազատել մարզադահլիճը։ Բայց ինչ անի 16 տարի կարատեին նվիրված մարզիչը, ուր տանի իր 70-ից ավելի սաներին։ 2 տարի խնդրել եմ հանդիպում նախարարի հետ, այդպես էլ չեն ընդունել։ Հիմա այս թոհու բոհի մեջ այսօր ինձ զանգում են, ասում են մյուս շաբաթ կարող է ձեզ տեղակալը ընդունի։ Հիմա այնպիսի համակարգ է ստեղծված, որ ում մոտ գնում ես ինքը պատասխանատվությունը տեղափոխում է այլ հարթություն։ Այսօր կրթության նախարարությունը մի բաժին ասում է մենք չենք զբաղվում, մյուս բաժինն է զբաղվում, մյուս բաժինն ասում է ընդհանրապես դա կրթական ոլորտին չի վերաբերվում։ Աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը պատվով ներկայացրած պատանիները չեն ուզում մեկ օր անգամ դադարեցնել պարապմունքները, մարզվում են նույնիսկ սառը գետնին նստած, ասում են կարատեն է սովորեցնում երբեք չհանձնվել։ 1-2 աշգետան Շուտ եղանակ է դրսում, բայց մենք հələ որ պարապվում ենք, բայց մենք շուտով կունենանք նոր մարզադահլիճ։ Շատերը կարող է օրինակ պարապեն մրցեն հիվանդանեն, դեմը լիքը միջոցառումներ կա, մրցումներ կա, որոնք չեն կարող մասնակցել, եթե հիվանդանան։ Հետի մեզ օգուտ չի տալիս։ Խայտառակություն են անվանում իրավիճակը երեխաների ծնողները, այստեղ էին իրենց երեխաները սովորում հաղթել։ Գենոցիդից փրկված, թուշների ձեռից պրծած, բլոկադայից հրկված, մի կերպ օրերով ճանապարհ կտրած եկած ստրեսի մեջ ապրումներ ունեցած երեխաներին չի կարելի սենց վերաբերվել։ Արմեն Պետրոսյանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, նոր տարածք է փնտրում, որ արցախցիները իրար գլխի հավաքվեն, նաև հաղթանակներ տոնելու համար։ Սա միակ տեղն է, որտեղ արցախցիները հավաքվում են բացի Սքո սրահներից։ Միշտ էլ ասել եմ, արցախցիները համատեղ հավաքվում են, իրար տեսնում են միայն վատ դեպքերի ժամանակ Սքո սրահներում եւ տեսնում են իմ մոտ։ Աննա Գյուլնազարյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայլուրը ամփոփեց նոյեմբերի 6-ը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։